Ողջույն, 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է քաղաքական վերլուծաբան Հարութ Ուլոյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ այսօր կալվելու համար։ Շնորհակալ։ Մինչ Հայաստանի իշխանությունը խոսում է, որ խաղաղությունը արդեն իսկ հաստատված է, այն իրողություն է, որի հետ մենք պետք է հարմարվենք, հաշվի նստենք եւ սովորենք ինչպես ապրել, որովհետեւ ասում են մենք սովոր չենք խաղաղությանը, Ալիևը շարունակում է այլ հայտարարություններ անել եւ տարածքային պահանջներ ներկայացնում Հայաստանի նկատմամբ, նախ նա ասում է, որ չպետք է հայերը վախենան, որ ադրբեջանցիները գան այստեղ ապրեն, որևէ խնդիր չի լինի եւ բացի այդ նա ասում է, որ 20-րդ դարի սկզբին հին ռուսական կայսերական քարտեզների վրա հստակ երևում է ժամանակակից Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանունները ադրբեջանական ծագում ունեն, Սևանալիճ չկա, կա Գյոլչա լիճ եւ պնդել է, թե այդ քարտեզներն իրենք չեն պատրաստել, դրանք պատրաստել է ցարական Ռուսաստանը։ Երեք Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ այս ամեն ինչին, ասում է սա սոցիալ հոգեբանության արդյունք է, մենք 30 տարի կոնֆլիկտ ենք ունեցել եւ հիմա պետք է մեր խոսույթն էլ հարմարեցնենք այս ամեն ինչին եւ ասում է նա չի ասել, որ Սևանը Գյոլչա է, այլ ասում է, որ ռուսական ցարական քարտեզներում է այդպես նշված։ Ձեր մեկնաբանությունը ինչ է սա նշանակում։ Ինձ թվում է շատ վաղուց արդեն Փաշինյանը վերածվել է Ալիևի փաստաբանի, ինչ հայտարարություն են կողմից գալիս է Ալիևի մակարդակով, թե արտգործնախարարի բարձր մակարդակով, թե Փաշինյանը, թե իր թիմը փորձում են ինչ-որ արդարացնել ամեն կերպ, որ դա վտանգ չի, որ դա ընդհանրապես ներքին լսարանի համար է արվում, նույնը այդ երեկվա այդ Փաշինյանի այդ արդարացումներն էր, բայց կոնկրետ եթե անդրադառնանք Ալիևին, Ալիևը դա անում է ընդհանրապես իր այդ փախստականների վերադարձը հիմնավորելու, ապագայում դա ինչ-որ դրա վերաբերյալ ինչ-որ իրավական հիմք ստեղծելու համար, ու վստահաբար նա չի հրաժարվելու դրանից, Ալիևը կարելի ասել ինչ-որ սառը պատերազմի վիճակում է Հայաստանի հետ, եթե հիմա ինչ-որ տենց ընդհանուր բաներ չեն լինում, բայց սա այդ սառը պատերազմի տրամաբանությունը դեռ գործում է իրանց կողմից, այդ քարոզությունը իրանց ներքին ու չի դադարելու, հաստատ չի վերածվի ինչ-որ կոնֆլիկտի, սահմանային կոնֆլիկտի, ինչ-որ ռազմական ուժի, բայց մինչև ընտրությունները, բայց ընտրություններից հետո ինքը արդեն իր այդ քարոզությունը, թե Սևանի այդ վերաբերյալ, թե մնացած Զանգեզուրի իրանց կողմից այդ նշվող այդ փախստականների վերադարձը հաստատ առաջնային պլան է մղելու, ինձ թվում է այդ առաջինը կլինի այդ անկլավների տեսքով, անկլավների վերադարձի տեսքով, հետո արդեն կսկսի բուն արդեն ամբողջ Հայաստան վերադարձի այդ հարցը բարձրացնել, չգիտեմ այդ դեպքում ասենք Ալիև կներեք Փաշինյանը ինչքանով է դրան շոր հակադարձելու, այսինքն թե Ալիևը կանգնի ու ասի խաղաղությունը, տարածքային ամբողջականությունը ձեր ճանաչում ենք, ամեն ինչը ճանաչում ենք, ինքնիշխանությունը, բայց ասենք փախստականների վերադարձը պահանջում ենք, ինչպես նշեց մեքենաներով, ասենք հիմա չգիտեմ ինչ-որ կոնկրետ ենթադրենք այդ անկլավները վերադարձնում է, թեկուզ Արցվաշեն, չգիտեմ ով է գնալու Արցվաշեն, ինչ-որ հայ կա, որ ինքնակամ գնալու է ու այդ կարծում եք վերադարձվելու է, թե մնալու է այնպես ինչպես որ կա։ Գիտեք, ոնց ասենք տրամաբանությունը հիշում է, որ եթե ինքը անկլավները վերադարձրեց, բնականաբար Հայաստան պահանջեց, Հայաստանն էլ այսպես ասած ուզած թե չուզած պահանջելու Արցվաշենը ու այդ դեպքում ենթադրենք Ալիևը ասեց շատ լավ, մենք գալիս ենք այդ անկլավները մեր, դուք էլ եկեք ձեր Արցվաշենը։ Այդ դեպքում չգիտեմ որ մի հայնա ինքնակամ գնալու Արցվաշեն բնակության ու ոնց է այդ կապը ապահովելու։ Իրանց դեպքում շատ լավ բարձր է, իրանք պահանջելու են, ասեն ճանապարհ տրամադրեք, մենք գնանք, գանք ու իրանք գնալու են, գան, չգիտեմ որ մի հայնա գնալու Արցվաշեն ու հետ վերադառնա։ Հիմա ասում են, որ ապաշրջափակման թեմայով բավական մեծ այդպես հաջողությունների ենք հասնում եւ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասում է, որ ռուսական ցակման ցորենը Ռուսաստանի Դաշնությունից երկաթուղով տեղափոխվում է դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով եւ նաեւ ղազախական ցակման ցորենը նույնպես ճանապարհին է եւ մոտ օրերս կհասնի Հայաստան կրկին Ադրբեջանի տարածքով։ Հիմա սա լավ լուր է, թե վատ լուր է եւ ասում են այս ֆոնին նաեւ հնարավոր է որ Ալյուրեն ժանանա եւ որպես դրական կողմ նայեք, ինչու է անընդհատ քննադատում եւ վատը տեսնում։ Ես դրա տակ տեսնում եմ, այն ոչ թե ես եմ տեսնում, այլ իրանք էլ են նշում, որ դա օգոստոսի 8-ի ամերիկյան հռչակագրի տրամաբանության շարունակությունն է։ Շատ լավ այդ նշանակում է, որ իրանք այդ իրանց այդ երրորդ կետում այդ փոխշահավետ, փոխադարձ օգուտներն է, որոնք իրանք ամեն կերպ փորձում են ներկայացնել որպես փոխադարձ առավելություններ, չնայած իրանց վերջին այդ
Ռուբինյանի մասնակցությամբ այդ ոդկասթում Ռուբինյանն էլ է խոստովանում, որ այդ փոխադարձ օգուտների մասն է խոսքը, ոչ թե փոխադարձ առավելություններ, բառացի օգուտներ է նշում։ Դա այդ օգուտների, այսպես ասած, հետևանքն է շակերտների մեջ, թե դա դրա դիմաց Հայաստանը ինչ է տալու, դա ապագայում կերևա խաղաղության այդ տրամաբանության մեջ Ալիևը բնականաբար ինչ-որ փորձում է ինչ-որ քայլեր անել, մեղմելու այդ այն ինչ որ ինքը ստանալու է մեղրիով, եւ եթե իրանք այդ կապում են այդ տրամաբանությամբ հետ, կարող են իրանք այդ ԿՊ-ն ու Փաշինյանը այսպես ասալ երթում ուտել քաղաքական, որ այն ինչ որ իրանք տալու են մեղրիով, այն տրամաբանությամբ այդ սորենը Հայաստան գալիս։ Այդ անխոչնդոտ այն տրամաբանությունը գործելու է նաեւ այդ դեպքում, ես խիստ կասկածում եմ։ Այսինքն առանց հսկվելու նույն ձևով այդ ճանապարհը ինչպես որ խոսվում է հերավար հսկման մասին։ Եթե տենց է, եթե իրանք ասում են, որ նույն տրամաբանությամբ ինչ որ այդ սորենը գալու է Ադրբեջանի տարածքով Հայաստան, նույն տրամաբանությամբ ենթադրենք մեղրիով Նախիջևանից, ասենք Ադրբեջան կամ հակառակ ուղղությամբ ինչ որ ապրանք է գնալու։ Այդ դեպքում իմաստը որն է, այնտեղ ամերիկյան թրիփի իմաստը որն է դառնում։ Թող իրանք էլ նույն ձև, նույն տրամաբանությամբ անցնեին Ադրբեջանից Նախիջևան առանց ինչ-որ այլ օտար վերահսկողության։ Սպական վերահսկողություն չէ, իրանք ասում են սպասարկում, թող լինի սպասարկում։ Իմաստը որն է այդ ամբողջ թրիփը, այդ ճանապարհը։ Որ երրորդ կողմ լինի հսկողով, ոչ թե Ադրբեջանը միայն կամ Հայաստանը, որ վեճ լինի եւ այլն, այսպեսի տրամաբանություն են գործում եւ ասում են չտվեցինք Ադրբեջանին, ԱՄՆ-ին տվեցինք, հիմա վատ է։ Հետ եմ ասում, հիմա Հայաստանից ինչ որ մեկը Ադրբեջանի տարածքով մտնելու է, ասենք դուրս գա, ոչ թե Վրաստանի տարածքով, ստեղ այս դեպքում Վրաստանի տարածքով են իրանք այդ երկաթուղիով բերում, այսինքն միանգամից ուղիղ Ադրբեջան մտնելուց նույն տրամաբանությունն է գործելու, այսինքն կարողանալու այդ գնացքը հատելով Ադրբեջանի տարածքը ենթադրեն գնա Ռուսաստան ու նույն սկզբունքներն է գործելու, ինչ որ այդ թրիփի ճանապարհով գնալու Ադրբեջանը, թող իրանք դա պարզաբանեն։ Դուք ինչ խնդիր եք տեսնում։ Ես խնդիր եմ տեսնում, որ նույն տրամաբանությունը չի լինելու։ Նախ ես կասկածում եմ, որ մենք կարողանալու ենք ուղիղ հատելով Ադրբեջանի տարածքը գնանք Ռուսաստան, կասկածում եմ, բայց եթե դա հնարավոր լինի, դա լինելու է առանց վերահսկողության, այսինքն այդ ճանապարհը չի հսկվելու ինչ-որ երրորդ ուժի կողմից, Ադրբեջանն ամբողջությամբ հսկելու, մենք հանդիպելու ենք թե մուտքից թե դուրս գալուց ադրբեջանցի այդ մաքսային կամ սահմանապահներին, իսկ իրանք փաստորեն մուտք գործելուց շփվելու են ամերիկյան այդ վերահսկողության հետ։ Երրորդ երկրի։ Իսկ հայկական կողմը չի հսկելու կամ հերավար կհսկի, ինչպես ուզում եմ հասկանամ տրամաբանությունը է դրա, եթե հայկական կողմն է հսկելու այդ ճանապարհը, սահմանային այդ անցակետերը, թրիփը տեղ ինչ անելու, ընդամենը իրանց մանիպուլյացիան դրանով է բանանում, որ իրանք ընդամենը գալու են ինչ-որ ենթակառուցվածքներ կառուցեն, թողնեն գնան կամ չգիտեմ զուտ այդ ենթակառուցվածքների ընթացքում ինչ-որ առաջացած խնդիրներն են լուծելու, այսինքն իրանք այդ Թրամփի անունով է լինում, դա ողջորել է Թրամփին։ Խիստ կասկածում եմ դրան, ես վստահ եմ, որ այդտեղ հայ սահմանապահը ոչ մի ձև չի վերահսկելու այդ ճանապարհը։ Ամեն դեպքում խումբ է գալու Ամերիկայի Միացյալ Նահանգներից առաջիկա մինչև տարվա վերջ, որպեսզի այդ հարցերով զբաղվեն։ Իրենք դեռ վաղ է ինչ-որ բանը, մինչև այդ չկառուցեն ու չգիտեմ քանի տարի ասում են Ալիևի ասելով 28 թվականի վերջ արդեն դա պատրաստ է լինելու թրիփը, իրանց ասելով Զանգեզուրի միջանցքը, բայց կտեսնենք։ Ամեն դեպքում ինչու Ադրբեջանը ընդառաջ քայլ արեց, կարծում եք այդ ճանապարհը որ թույլ տվեց, դուք կարծում եք որ ինչ-որ պայմանավորվածությունների արդյունք եւ դրա դիմաց ինչ-որ բանը պահանջել Հայաստանից։ Դե փորձում են այդ թրիփի այդ բանը ինչ-որ բան անել, հայ հասարակության մեջ բան անել, ցույց տալ որ նորմալ բան է, բացվում են, բայց էլ եմ ասում իրանք այդ օգուտը, որ մենք ստանանք, իրանք ուղիղ ինչու չի գալիս ուղիղ Հայաստան ինչ-որ այսպես ասած թեկուզ Նախիջևանով բերեն ու սադարակով, ասենք, չգիտեմ, այնտեղ շատ փոքր հատված է, թող, ասենք, չգիտեմ, բեռնատարներով այդ մի քանի կիլոմետրը, ինչ որ sense զուտ արարողակարգային ձևով, ինչ որ բան անեն, մուտք անեն, այլ Վրաստանով են գալիս, այդտեղ ընդամենը դեղից մտնելու է գնացքը, գա մտնի արդեն Վրաստան ու գա, այսինքն ուղիղ Ադրբեջանի հետ ինչ որ բան կապ չի լինելու, էլի։ Իսկ Ալիևը ինչու չի ցանկանում Հայաստան գալ, հրավերքներ է ուղարկվել եւ Ալիևին եւ Էրդողանին, որպեսզի մայիսին կայանալիք այդ համաժողովին իրենք Հայաստան գան, Ալիևը մերժել է։
փաստացի, ինքը ունի իր պատճառաբանությունները, բայց դուք ինչ եք կարծում։ Դեռ երկար ժամանակ կա, չգիտեմ ինչքանով է մերժումը վերջնական է, բայց դե անվտանգության խնդիրները հաստատ կլինի ինչքանով էլ Փաշինյանը բանանի, որ խոստանա, որ անվտանգությունը պահելու, բայց ամեն դեպքում դեռ այդ բացի դրանից իրաց ներքին հբանում էլ դա չի ընկալվի դեռևս, քանի դեռ այդ այսպես ասած խաղաղությունը վերջնական չի հաստատված։ Ամեն դեպքում չեմ պատկասում Ալիևը գա, այստեղ հաստատ ինչ որտեղ ցույցեր կլինեն, հաստատ չեն կարողանալու էլ այդ վերահսկել ամբողջովին։ Կարծում եք կկնքի պայմանագիր միջև ընտրություններ կլինի, չէ, վստահ եմ, որ չի կնքելու։ Վերջնական խաղաղության պայմանագիր չի կնքելու։ Թե ընտրությունները, թե մինչև այդ ճանապարհը մինչև չգործի, ինքը չտեսնի, որ այդ թրիփի ճանապարհը հաստատ իր մինիմալ առնվազն Ադրբեջանի մինիմալ այդ ցանկություններով չի գործում, ինքը հաստատ խաղաղություն չի կնքելու անո Փաշինյանի հետ։ Իսկ հետո կկնքի, կարծում եք, եթե Փաշինյանը վերընտրվի։ Կապված է նրանից, վերընտրվի իհարկե։ Եթե վերընտրվի, այդ կապված է նրանից, թե Փաշինյանը որքանով կշարունակի իրականացնել ընդեղից հնչող պահանջները, ինչքանով այդ տրամաբանության մեջ կմնա առնվազն։ Իսկ դուք ինչ եք կարծում, իսկապես Փաշինյանը կվերընտրվի, թե ոչ։ Դա կապված է անդիմության Դե վերլուծելով այն իրավիճակը, որ հիմա ստեղծված է։ Ինձ թվում է, եթե առաջիկա, չգիտեմ, կիրակի օր ընտրություններն են, նա հաստատ 50+1 ձայն հաստատ ոչ մի կերպ չունի, նրա միակ շանսը անդիմությանը պառակ տված պահելն է, քաղբանտարկյալներին Սամվել Կարապետյանին, հոգևորականներին կալանքի տակ պահելն է, եւ մյուս կողմից էլ այդ ապաթիայի մթնոլորտ ստեղծելը անդիմության դաշտում, որ անիմաստ է, ինչ որ նախկիններ, թալանչիներ, այդ իր հակառուսական այդ բաներով ու արմենիան այդ թևը ուժեղացնելով իր ինքը հաստատ ինչքան ասում են, որ Գյումրի երկու չի լինելու, Գյումրի երկու չի լինելու, բայց իրանք շարժում են Երևան երկու տրամաբանությամբ ամենտեղ առնվազն թե առաջիկա Էջմիածնի ընտրություններում, թե խորհրդանական ընտրություններում իրանք ռեալ, եթե ռեալ հաշվարկում են, գոնե իրանք տրամաբանությամբ Երևան երկու պետք է անեն։ Ինքը դրա վրա կոալիցիա կազմեն մեր իշխանական որևէ մեկի հետ, որտեղ իրանք են շատ լավ հասկանում, որ հաստատ 50+1 ձայն հաստատ չունեն, ես չեմ պատկերացնում, ասենք 21 թվականին Փաշինյանի ձայն տված, ասենք 54% է, 54% էլ հիմա 54% էլ մնացել է։ Հիմա շատ կան այդպիսի կուսակցություններ, որ Փաշինյանի հետ կարող են հետո կոալիցիաներ կազմել դաշինք։ Դե հաստատ կկազմեն արևմտյան բոլոր այդ կուսակցությունները հայտնի, չասեմ թվարկեմ, բոլորն են հաստատ, չգիտեմ իրանք ինչ ֆորմատով կմասնակցեն, իսկ թվում է ամեն դեպքում ինչ որ որոշները դաշինքի տրամաբանությամբ մեջ կլինեն, եթե ինչ որ անցողիկ շեմ անցնեն, հաստատ միանշանակ Փաշինյանի հետ կոալիցիա են կազմելու։ Եթե նկատի ունեմ Փաշինյանը, չգիտեմ ինչ որ հրաշքով 50+1 չստանա, հաստատ կազմելու են։ Եթե ստանա 51, բայց դա որոշիչ կլինի, եթե կազմեն։ Դա արդեն չեմ կարող ասել, դա ասում եմ կոնկրետ անդիմությունից է կախված, թե իրանք ինչքանով adekvat կլինեն ու ինչ ֆորմատներով կմասնակցեն։ Իսկ իշխանությունը վախենում է, որ Գյումրի 2 կարող է լինել։ Այսինքն ինչ որ պահի ընդդիմությունը հավաքվում է։ Ինչ որ առումով վախենում են, որտեղ անդադար այդ շեշտում են, իրանք որ Գյումրի 2 չեն թողելու, Գյումրի 2 չեն թողել, որտեղ ինձ էլ թվում, որ իրանք ինչ որ հաշվարկներ ունեն, սոցիոլոգիական ինչ որ տվյալներ ունեն, որ իրանք վախ է ներշնչում, որ ամեն դեպքում ինչ որ տենց տրամադրություններ կա, այսինքն կարող է ընդդիմության ինչ որ ամբողջական միասնական տեխնացու չլինի, բայց տարբեր ուժեր հետագայում միացման ինչ որ փորձ անեն։ Հիմա այս կալանավորումները կանխում են, կարծում եք այդ ամեն ինչը, օրինակ Սամվել Կարապետյանի դեպքում։ Դե եթե Սամվել Կարապետյանը բանդում չլիներ հիմա, հաստատ անդիմության այդ համախմբան ներուժը ավելի ուժեղ կլիներ, հաստատ ավելի ինչ որ չգիտեմ, ավելի այդ ժողովուրդն էլ ավելի ինչ որ կողմնորոշված կլիներ։ Եկեղեցու հետ կապված որքանով իրավիճակը կամ գործընթացները հանգուցալուծման կգնան մասնավորապես մայրաթոռ, որովհետև Փաշինյանը ասում է, որ նպատակը մայրաթոռ գնալն է եւ այս պատարակներին, այսպես կոչված պատարակներին, այս արարողություններին կարգալուծ եղած քահանաների մատուցմամբ մասնակցել այդ նպատակն ունի, որ աղոթքները հետո արդեն մայրաթոռում շարունակեն, կհաջողվի, կարծում եք մայրաթոռ գնալ, կհավաքվի բավականաչափ մարդ, ինչ է սպասվում։ Փաշինյանի քաղաքականությունը այդ առումով ինձ ամբողջովին հասկանալի է, նրա այդ ուղղվածը ընդհանրապես եկեղեցուն հնազանդեցնելու։ Այնտեղ ինքը անձի հարց չի լուծում Գարեգին երկրորդն է կամ ինչ որ մեկը ցանկացած մեկը լիներով իրան հնազանդ չլիներ, ինքը նույն կերպ էր վարվելու ինչ որ փուլից սկսած
ու հարց եմ ուղղում թե Փաշինյանի կողմնակիցներին, թե պրոպագանդիստներին իրենց ենթադրեն Գարեգին երկրորդը ոչ մի ձև չէր հակադրվում Փաշինյանին, հրաժարականը չէր պահանջում, լրիվ լոյալ էր մնում ինչ որ պահից թեկուզ 20 թվականի պատերազմից հետո Փաշինյանը բարձրացնելու էր այն հարցերը, թե այդ կուսակրոնության, թե երեխա ունենալու, թե ընդհանուր այդ բարեբարկության խնդիրները, ինչ որ հիմա է բարձրացնում։ Կարող են իրանք երաշխավորել, որ դա բնականաբար չէր անելու։ Իրենք ասում են, դու քաղաքականությանը չխառնվել։ Չէր անելու, բնականաբար այդ այսքան ինքը անձնական իշող խնդիրները, եկեղեցու ներսում, եկեղեցու կանոնադրությամբ կարգավորված խնդիրները բարձրացնում է, դարձել է ինչ որ չգիտեմ քաղաքական հարց ու փորձում է դրանով ինչ որ հարց լուծել։ Իմ համար ասում եմ Փաշինյանի բանը քաղաքականությունը հասկանալի է, իմ համար հասկանալի չի այդ եկեղեցու վերնախավի վարկագիծը։ Ինձ հասկանալի է այդ ժողովները, երբ որ իրանք կարող են այդ եպիսկոպոսները ամբողջ բոլոր այդ եպիսկոպոսներն ու վերնախավը թեմերի առաջնորդները, քահանաները, չգիտեմ, որ ամբողջական թող հայտարարություն տարածեն, որ իրենք չեն կիսում Փաշինյանի այս քաղաքականությունը ու չեն հանդուրժելու այս ոտնձգությունը։ Այդ ժողովների հայտարարությունը ինձ ոչինչ չի տալիս, ինչքան էլ իրանք փորձեն դա եկեղեցու անունից ներկայացնել։ Բացի այդ, ցանկացած հոգեվորական, եթե կա եկեղեցում, ով ինչ որ կերպ տրամադրված է եղել եկեղեցու վերնախավի ինչ որ այդ դեմ կամ ինչ որ խնդիրներ ա տեսել, չեմ կարծում, որ այդ տվյալ հոգեվորականը պետք է այդ հարցերը, այսպես ասած, եկեղեցու դռները բացել են իրանք ժողովրդի, չգիտեմ, այդ Փաշինյանի ասած ժողովրդի առջև, բայց հաստատ դա ինչ որ եկեղեցու ներքին խնդիր է ու ոչ մի կերպ չի կարելի թույլ տալ, որ աշխարհականները ներս խորեն ինչ որ եկեղեցու ներքին խնդիրների մեջ։ Համար նորմալ չէ, թե ինչ որ խնդիր կա, թող իրանք ներսում բարձրաձայնեն, հաստատ նորմալ չի, որ թույլ տալ։ Բայց ամեն դեպքում իրենց հայտարարությունին չէր փոխել։ Ասենք թե հայտարարություն արեցին, դատապարտեցին իշխանության գործելավոճը։ Նայեք, պետք է դրանից կաշկանդվի Փաշինյանը։ Չի, կարող է չկաշկանդվի, բայց իրանք ինչ են անում, իրանք անդադ պարակտիչ հայտարարություն են վերջերեցել իրանք այդ ամբողջ լրատվականներով գրեցին, որ որոշ բանը եպիսկոպոսներ կաթողիկոսից պահանջել են, որ հրաժարական տա դուրս գա, այսինքն իրանք այդ անդադ այդ սադրիչ այդ բնույթը անդադ մնալու է։ Նրանք ուզում են ցույց տալ, որ եկեղեցում էլ կան մարդիկ, ովքեր դեմ են, որ կաթողիկոսը մնա, բայց միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ ոչ ոք չի միանում, 3 հոգի են կաթողիկոս, այսինքն մի քանի կաթողիկոս, կներեք, այսինքն մի քանի եպիսկոպոս, եթե ենթադրենք իրոք որ դեմ է Գարեգին երկրորդին, այսինքն այդ Փաշինյանի դաշնակիցներն իրանք բնական դառնում, այսինքն եթե իրանք զուտ Գարեգինի հանդեպ ինչ-որ անձնական կամ չգիտեմ ինչ-որ խնդիր ունեն ու իրանք դեմ են, արդյոք դառնում են Փաշինյանի աջակիցը։ Միանգամից դառնում են Փաշինյանի աջակիցը, այսինքն այդ Փաշինյանի դեպքում այդ եպիսկոպոսների վերաբերյալ այսինքն խնդիր չկա, այսինքն այլևս եթե իրանք այդ եպիսկոպոսները շատ ավելի բարոյական, թե չգիտեմ ինչ բամբասանքների այդ բաների մեջ լինեն, ավելի վատ վարկով վարկ դրսևորած լինեն, այսինքն դա ինչ որ փաստագրված չի, այսինքն կամ Փաշինյանը գիտի դրա մասին, բնականաբար չի բարձրաձայնի, այսինքն այդտենց լրաց բնական դաշնակիցներ են դառնում, այսինքն էլ չի ինքը չի խորանալու այդ խնդիրները, այնքան որ Գարեգինին ով անձնական խնդիր ունի, բնական դաշնակից է դառնալու։ Հիմա ինչ է սպասվում եւ այն մարդիկ, ովքեր աջակցում են Փաշինյանին, այդ մարդկանցով կարող է եկեղեցին բարեփոխում են, թե մաքրում են, ինչ են անում։ Ժողովրդին են վերադարձնում, այն հավաքված մարդկանցով, ովքեր աջակցում են եւ այն հոգեվորականներով, ովքեր միացել են։ Այդտեղ կրոնական խնդիր ընդհանրապես չկա երկու կողմից էլ, թե եկեղեցում, թե Փաշինյանի կողմնակիցների, թե եկեղեցու աջակիցների միջև ընդհանրապես կրոնական խնդիր չկա։ Իրանք փորձում են դա ինչ-որ կրոնական երկու կողմերն էլ փորձում են ինչ-որ կրոնական այդ ոնց ասեմ, այդ տրամաբանության մեջ այդ ամենը դիտարկել, մեղադրանքները փորձում են այդ բանում, բայց բնականաբար սա քաղաքական խնդիր է վաղուց վերածվել, այսինքն թե Փաշինյանի կողմնակիցները, թե եկեղեցու կողմնակիցները քաղաքական դիրքորոշումներից ելնելով են ինչ-որ այդ կողմնորոշում արտահայտում։ Փաշինյանի կողմնակիցները հաստատ նենց չի, որ ինչ-որ կրոնական ինչ-որ բաներ, ֆանատիկներ են, ինչ-որ հայ առաքելական եկեղեցու ինչ-որ եսիմ ինչ ձևի հետևորդներ են, նույնը այս կողմը, ասենք բացահայտ, ասենք բազմաթիվ աթեիստներ, ասենք պաշտպանում են Գարեգին երկրորդի եւ եկեղեցու այդ բանը, չեն ասում, դիրքորոշումը, այդտեղ ոչ մի կրոնական խնդիր չկա հաստատ։ Քաղաքական խնդիր է ու անիմաստ է շարունակել ինչ-որ կրոնական տրամաբանությամբ երկու կողմին էլ ինչ-որ ցինիզմի է վերածվում, այդտեղ չեմ պատկերացնում էլի։ Բայց այդտեղ նաև հաստատ քաղաքական ուժերի խնդիրներ կա, ընդդիմության խնդիրներ կա, որովհետև ես չեմ պատկերացնում, ասենք եկեղեցին ինչքան էլ միասնական լինի, ինքը ամեն դեպքում չի կարող այդպես որ լրիվ ինչ որ քաղաքական
բանի մեջ մտնի էլի, ասենք չգիտեմ որ հանրահավաքներ կազմակերպի կամ չգիտեմ որ քաղաքական լրիվ կոչեր անի։ Կարծում եք հիմա պետք է ընդդիմությունը նման ինձ թվում է ավելի շատ ընդդիմությունը պետք է այդ հիմա արդեն անել, թե երբ որ հասունանա պահը։ Հասունանալ պահը չգիտեմ, ասենք մեկնեց վիճակում ենք։ Երբ որ գնա օրինակ Վեհարան։ Այդ եմ ասում, ես չգիտեմ, ասենք Փաշինյանի ուղեղը ոնց է աշխատում, ասենք մի պահին հենց կարող է անի, ասենք մեկ էլ տեսնես, ասենք չգիտեմ, արդեն ինքն դեղ է։ Ասենք չգիտեմ այդ ու այդ բախման պահը, չգիտեմ, ասենք հաստատ այդ բախման գնալու է, եթե ինքը որոշի որ գնալու է։ Դե բայց եթե այդ դեպքում ընդդիմությունը աջակցի, այո, կարող է բախում լինել։ Եթե չաջակցի, կասեն ընդդիմությունը չաջակցեց։ Հիմա ինչ անի ընդդիմությունը։ Դրա համար ասեմ, նախորդ պետք էր ինչ-որ մի բան անել, կամ ինչ-որ այդ եթե ոչ հանրահավաքային, ասենք միասնական ինչ-որ հայտարարություն տարածեն, որ աջակցում են եկեղեցուն, ինչքան էլ sense առանձին ասում եմ, իրանք բոլորը առանձին են գործում, առանձին են հայտարարություններ անում, Փաշինյանը դրանից շատ լավ օգտվում է, փորձում է իրար մեջ ինչ-որ հակասությունները օգտագործել, մեկին ինչ-որ այլ շուտ թալանջի, չգիտեմ, ինչ տենց է պատասխանում, մեկին, չգիտեմ, KGB-ի գործակալ, մեկին ռուսական գործակալ, չգիտեմ, ասենք էս հաստատ լավ տեղ չի տանելու այս տրամաբանությունը ու Փաշինյանը տենց եկեղեցի առ եկեղեցի փորձելու է թեժացնել այս իրավիճակը, բայց կարծում եմ իր շահերից էլ է բխում, որ դա մինչև ընտրությունները հաստատ քաղաքական շահից է բխում կամ լուծեի, կամ sense թեժ պահելը։ Այսինքն ինքը չի հանգստացնելու, այսինքն այդ թեման ինքը չի մոռանալու ամեն դեպքում։ Ինքը հենց շահեկան բան գտնի, հաստատ ինքը փորձելու է նույնիսկ sense ներխուժելով։ Հիմա նախապատրաստվում են։ Դե ինքը շատ վաղուց է ամեն ամիս ասում եմ մյուս ամիս մյուս ամիս։ Պատարակ կոչված արարողությունները բայց այնտեղ ինչքան մարտահավաքում 2000 առավելագույն 2000 հոգի, չգիտեմ, այդ 2000 հոգուց 1000 հոգին իրանց այդ վարչական ամբողջ այդ ռեսուրսով բերած մարդիկ են, իրանց այդ իշխանական վերնախավի ընտանիքի անդամներն են, իրանք են, չգիտեմ, այնտեղ ով կա։ Նույնակ աջակիցներին չեք տեսել, որոնք վիրավորում են լրագրողներին, բոլորին։ Հա, շատ լավ քաղաքական աջակիցներ են։ Քաղաքական աջակիցներն են։ Փաշինյանի դա ինչ որ կրոնական բաներ կան։ Բացարձակ, այդ մարդիկ այնտեղ այդ Չէ, կրոնական չկան, բայց ինչու են այդ մարդիկ հենց հավաքվել։ Այդպիսի բառապաշարով մարդիկ, այդպիսի վարքով մարդիկ, ովքեր հայտնի են։ Բնական որ պետք է այդ հասարակության այդ չգիտեմ ոնց ասեմ, այդ կոնկրետ այդ կորիզը վատի մաստով հավաքվեր։ Իսկ դեպիները, ովքեր կային, մեկի մասով կար, որ հայոյանքները շռայլում Facebook-յան հարթակում եւ նա փաստորեն գնում է նաեւ մասնակցում է այդ պատարակին բարձրանում է խորան։ Կան են, ինչ խնդիր կա, ասենք եթե կարգալույց եղած մարդուց գնում են իրանք պատարակ են ընդունում, ցանկացած մեկիներ կբերեն այդ ընդհանուր շոուն ապահովելու համար։ Նույնը, ասենք, չգիտեմ, այդ ԿՊ-ի վերնախավը կարող են հակնել, այդ չգիտեմ, այդ հոգեվորականներից քեսները կանգնեն դա ինչ տարբերություն։ Հիմա այս ամեն ինչը ցույց տվեց, որ Փաշինյանը աջակցություն չունի, կարծում եք, այս հարցում։ Բնականաբար չունի։ Նկատում եմ իր աջակիցները չեն աջակցում իրան այդ հարցում։ Փողոցային այդ ձևով չեն աջակցում, ինչպես հակառակ կողմը, բնականաբար փողոցը չեն։ Ներողություն ասում են ԿՊ-ից, օրինակ Վագան Ալեքսանյանը ասում էր, Փաշինյանը կոչ չի արել, որ աջակցեն։ Փաշինյանն ուղղակի ասել է, ես գնում եմ մասնակցեմ այսպես կոչված այդ պատարակին։ Եթե կոչ անի, ապա բազմահազար մարդիկ կհավաքվեն։ Նույն բանն է, եթե ինքը հրապարակային հայտարարում է, որ ժողովրդական ժամին է, սովորել ես գնալու եմ, բնականաբար կոչ է, այսինքն կոչել ոնց է լինում, հա, բնականաբար քողարկվելու համար իրանք կարող են այդպես բան ասել, որ քիչ մարդ հավաքվել, հա, համաձայն եմ, իրանք կարող են ավելի մեծ քարոզարշավ, այսպես ասած, իրականացնել, ավելի ինչ որ վարչական ռեսուրս ավելի օգտագործել։ 2-3 անգամ, հա, կարող է եւ 2-3 անգամ, բայց դրանից իրավիճակը չի փոխվում, ել եմ ասում, իր աջակիցներ այնտեղ փողոցում գտնվողները քաղաքական աջակիցներ են Փաշինյանի, անձնական, չգիտեմ, աջակիցներ այնտեղ կրոնի թեմա չկա, այսինքն Փաշինյանը ինչ էլ ասի, ասենք վաղ ասի, չգիտեմ, գնում ենք ինչ-որ այլ հարցով, այդքան մարդ էլի գնալու է հավաքվի, այդտեղ ինչ-որ բան չկա։ Կույր աջակիցներն են, այսպես ասած։ Իսկ Փաշինյանը նման անակնկալ էր, որ մարդիկ շատ չէին, կարծում եք։ Սպասելի էր իր համար, որ այսպեսի արձագանք կստանա, թե նա մտածում էր, թե շատ մեծ արձագանք կստանա։ Նայեք, հիմա իր այդ ամբողջ ռոպագանդան, այդ արևմտյան թևերը մնացած այդ Facebook-յան այդ ռոպագանդիստները, տարբեր այդ անաչառները, ճակերտավոր այդ բոլորը հրապարակ բանով սոցիալական հարթակով, լրատվականներով բնականաբար ակամա աջակցում են այդ Փաշինյանի ծրագրին տարբեր տողատակերով, բայց փողոց դուրս գալ իրանք չեն կարող, որտեղ իրանք դա արդեն իրանք էլ են շատ լավ հասկանում, որ դա անձնական աջակցություն է, քաղաքական աջակցություն է վերածվում։ Այսինքն իրանք դառնում են իր ընտրող։ Բացի դրա ընտրողից էլ իրանք գիտեն Փաշինյանը իրականում ինչ է անում ու չեն ուզում հրապարակ, այսինքն փողոցում նման բան անեն։
իրանք շատ լավ գիտեն դրա համար է զերծ են թե թող գնան այդ արևմտյան այդ բոլոր այդ թևերը տարբեր տեսակի Facebook-ում չգիտեմ 100,000 դիտորդն է, YouTube-ում 100,000 չգիտեմ viewer են նայում, չգիտեմ քանի հազար լայքում են, գնացեք միացեք Փաշինյան, քանի հոգի կգա ձեր հետևից։ Հիմա այս հարցը ինչու է այսքան առաջնային դարձել Փաշինյանի համար, բոլոր գործերը թողել է լծվել այս գործին եւ իր հետ էլ նաեւ մասնակից է դարձնում ամբողջ թիմին։ Եկեղեցուն։ Այո։ Քանի որ հասկացել է, որ այդ թեմայով է փորձում իր աջակիցներին ակտիվ պահել ու հասարակությանը տենց որ սևերի սպիտակների ինչ որ բաժանման տրամաբանության մեջ այլ թեմա չկա հակառակորդների ինչ որ բան արել չեզոքացրել այսպես։ Բայց ինչու է այդ դեպքում հենց եկեղեցին թիրախ ընտրվեց։ Դա այնտեղից վտանգ ազգում, քաղաքական վտանգ ազգում, որովհետև հասկանում է, որ եկեղեցին ամեն դեպքում իր բանը չի դարձել, սպասավորը չի դարձել, եթե քաղաքական ուժերին այլ ձևերով կարող է հարցերը լուծի, եկեղեցին որոշել է որ բարեվարկության ձևերով լուծի ու վտանգ հաստատ տեսնում անդեղից թե հիմա, թե հետագայում ընտրությունների ժամանակ բան չի էլի, որ գաղտնիք չի, ասենք վերածվել է տենց էլի եկեղեցու կողմնակիցները, ասում քաղաքականապես դարձել էին Փաշինյանի հակառակորդները։ Հիմա ինքը ուզում է փորձի ավելի սրի ու հնարավորինս բանը իր համար խաղաղ ձևով լուծի այդ հարցը։ Ազգային ժողովի ամբիոնից բղավում էր, ասում է ժողովուրդ ջան, հաշտեք այս ամեն ինչի հետ, որ հոգևորականները դարձել են բիզնեսմեններ, տարբեր կապեր ունեն սեռական եւ այնտեղ մոլագարներ էր ասում սեռական, չգիտեմ, իշեղվածներ եւ այլն։ Ասում է հաշտեք այս ամեն ինչի հետ, ինչու՞ չեք դուք ինքներդ ձեն բարձրացնում կամ պաշտպանում նրանց։ Օրենքով եթե ինչ որ խախտումներ արվել են, որ առանձին անձինք, դա այլ հարց է։ Բայց ել եմ ասում, եթե այդ նույն մարդիկ ում մասին ինքը խոսում է կամ ակնարկում է, եթե իրան լոյալ լինեն իր հետ, աջակցեն իրան, այդ խնդիրները ինքը բարձրաձայնելու էր, չէր բացացնելու, այսինքն ինքը այդ հարցերը դարձրել է գործիք իր հակառակորդների նկատմամբ ճնշումներ գործադրելով, ոնց որ քաղաքական հակառակորդներին է նույն տրամաբանությամբ վարվում, նույնը է։ Այսինքն հիմա ինքը ցանկացած ինքը իրավիճակը ընդհանուր սարքել է տրամաբանությունը նենց, որ ցանկացած անհատի, ով իրան քննադատում է ու ինքը հանգարցակ ինչ որ քրեական մեղադրանք առաջադրի, ու դա իրոք ինչ որ այդ մեղադրանքի իրոք ինչ որ հիմք ունենա, միևնույնն է հասարակությունը դրան լուրջ չի վերաբերվելու, որտեղ ինքը նենց է սարքել, որ ինքը ընտրովի ինչ որ արդարադատության ճակերտավոր ընտրովի արդարադատություն է իրականացնում։ Իրան կարևոր չէ այդ ինչքանով է մեղադրանքը իրական կամ իրական չի, իրան պետք է ցանկացած մարդու հանդեպել, ձեզել, ինձել, ասենք կարան ցանկացած ինչ-որ բանով մրջունից սարքեն փիղ ու ներկայացնեն ու իր կողմնակիցները բնականաբար ասեն ոչ բան կա, ոչ անմեղության կանխավարկած կա, ոչ բան, ասենք հրապարակայնորեն ասենք կկանգնեն ու կմեղադրեն առանց նույնը այդ Գյումրու դեպքերը, նույնը Գյումրու դեպքերը, ասենք ցանկացած ով բան անում, իր վտանգ ներկայացնում քաղաքական, միանգամից չեզոքացնում են տարբեր միջոցներով։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Նույնպես։ Զրուցակիցս քաղաքական վերլուծաբան Հարութ Ուլոյանն էր։ Շարունակեք մեզ հետևել։ Կհանդիպենք։